Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ ինչպես համաշխարհային իրադարձությունների, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքում տեղադրված են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարեկան կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով։ Եվ ավանդաբար ամեն շաբաթ ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց, լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից եւ դիտեք այս վիդեոները մինչեւ վերջ, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, արդեն վաղուց իսկ տեղադրված են 2026 թվականի կարմիր հրեղեն առնագույն ձիու տարվա կանխատեսումները բոլոր արևմտյան կենդանակերպերի համար, ինչպես առանձին կարող եք այդ վիդեոները դիտել, այնպես էլ 12-ը մեկում 5 ժամանոց գերհետաքրքիր եթերը, եթե չեք դիտել անպայման դիտեք դա, եւ տեղադրել եմ նաեւ կանխատեսումներ 2026 կարմիր հրեղեն առնագույն ձիու կանխատեսումները բոլոր արևելյան կենդանակերպերի համար արդեն արկա է ալիքի սեջերում, եթե չեք դիտել անպայման դիտեք այդ շուրջ 2 ժամանոց գերհետաքրքիր վիդեոն եւ 3 տեղադրված են նաեւ արդեն փետրվար ամսվա կանխատեսումները լարված եւ ճգնաժամային փետրվարը շատ ավելի բարդ ամիս է լինելու քան հունվար ամիսը, սիրելի բարեկամներ, այնպես որ անպայման դիտեք վիդեոն եւ համեցեք խորհրդատվության, որովհետեւ ձեր բազմաթիվ խնդրանքներով on-line խորհրդատվության համար գործում է 50% զեղչ մինչև փետրվարի 17-ը ես ձեր բազմաթիվ խնդրանքներով հետաձգել եմ զեղչի տևողությունը, որպեսզի դուք բոլորդ հասցնեք նախապատրաստվել կարմիր հրեղեն առնագույն ձիու տարվան, որովհետև տարին իսկապես բարդ է լինելու, անկանխատեսելի զարգացումներով լի է լինելու, փիսոն շատ ուշադիր լսում է, լարված է լինելու եւ որպեսզի կարողանաք իմանալ, թե ինչ է ձեզ անձամբ ձեզ սպասվում տարվա ընթացքում, ինչ բարդություններ, ինչ խոչընդոտներ, ինչ խնդիրների հետ կառնչվեք, իհարկե բավարար չէ դիտել միայն ընդհանուր կանխատեսումներ 2026 թվականի, այլ ցանկալի է անհատական խորհրդատվություն ստանալ եւ արդեն անհատական խորհրդատվության ժամանակ ես մանրամասն ներկայացնում եմ անձամբ ձեր կանխատեսումը, որը հիմնված է ձեր անհատական բազի քարտեզի եւ անհատական նատալ քարտեզի վրա, որը բացառիկ խորհրդատվություն է, որովհետեւ իմ խորհրդատվությունը ներառում է ոչ միայն արևմտյան աստղաբանություն, նաեւ բազի խորհրդատվությունը, խիրոմանցիան, այսինքն ձեռնազնությունը, թվագիտությունը եւ այլն, այսինքն այնպիսի բազմակողմանի վերլուծություն այլ մասնագետների մոտ դուք պարզապես չեք կարող ստանալ, որովհետեւ նրանք բոլորը սահմանափակ են, իմ փորձը խորհրդատվության 30 տարուց ավելի է, այնպես որ շտապ եք ստանալ իմ ճշգրիտ խորհրդատվությունը 50% զեղչով մինչև փետրվարի 17-ը։ Եվ փետրվարը ինչով է ճգնաժամային, շարք կարևոր աստղաբանական իրադարձություններ տեղի կունենան փետրվար ամսվա ընթացքում, նախ Սատուրն է վերջնականորեն մուտք գործում խոյ կենդանակերպեր միանում Նեպտունի հետ, այնուհետև բացվում է, հատկապես լարված կլինի, իհարկե նշեմ, որ փետրվարի երկրորդ կեսն, այնուհետև բացվում է փետրվարի 17-ին խավարումների ձմեռային միջանցք, այս տարվա առաջին խավարումների միջանցքը, դա փետրվարի 17-ին արևի ուրեմն օղակաձև խավարում տեղի կունենա եւ այնուհետեւ Մերկուրին կապև հեռահաղորդակցության մորակ Մերկուրին փետրվարի 26-ին դառնում է հետընթաց, այսինքն դա բավականին բարդ եւ ճգնաժամային զարգացումների մասին է խոսում, մի շարք այլ առանձնահատկությունների մասին արդեն կարող եք իմանալ փետրվարի հենց առանձնահատկությունների մասին կարող եք իմանալ դիտելով ամսվա կանխատեսումները, իսկ այժմ ես ներկայացնեմ փետրվարի առաջին շաբաթվա
աստղաբանությունը, աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ նաեւ կանխատեսումները կենթանակերպերի համար շատ կարեւոր է լինելու այս շաբաթ, բարեխառն է լինելու այս գալիք շաբաթը եւ արդեն լարվածությունը կսկսի մյուս շաբաթվանից, այսինքն այժմ կվելուծենք փետրվարի 2-ից 8 ընկած ժամանակահատվածում, իսկ այդ լարվածությունը, որ ես ասում եմ արդեն ամսի 8-ից հետո թափ է առնելու, բայց հատկապես ճգնաժամային եւ բարձ զարգացումներ են սպասվում, այդ թվում նաեւ ռազմաքաղաքական ոլորտում ԱՄՆ, Իրան այդ բախումները, Ռուսաստան, Արևմուտք ավելի այսպես նոր թափով բախումները դրանք արդեն տեղի կունենան փետրվարի 20-ից հետո այդ ռազմաքաղաքական լարվածության շեշտակի աճը։ Ու այդ ամենի մասին իհարկե ես խոսում եմ փետրվար ամսվա կանխատեսումներում, եթե չեք դիտել անպայման դիտեք այդ գերհետաքրքիր վիդեոն, որը տեղադրված է 3 ալիքիս վրա։ Եվ ինչով է կարևոր այս շաբաթը, նախ շաբաթը սկսվում է լիալուսնով, փետրվարյան լիալուսինը տեղի կունենա փետրվարի 2-ին Երևանի ժամանակով 2:10 գիշերը 13 աստիճան առույց կենթանակերպում, ինչով է առանձնանում, իհարկե այս լիալուսին առանձնանում է նրանով, որ լուսնին կդիմակայեն 5 մորակներ, որոնք գտնվում են ջրհոսում, իսկ լուսինը գտնվելու է առյուծ կենթանակերպում։ Եվ իհարկե այդ դիմակայությունը բավականին լարված էմոցիոնալ ֆոն է ստեղծում եւ ցանկալի ինչ-որ կարևոր գործեր սկսել փետրվարի 2-ին, այլ ինչ-որ շատ ռիսկային գործունեությամբ զբաղվել, այլ ավելի շատ պետք է լիցքաթափվել եւ հատկապես եթե ունեք քրոնիկ հիվանդություններ, պետք է այդ օրը հնարավորինս հանգիստ եւ այսպես ներդաշնակ անցկացնել, այսինքն լիալուսինը ամբողջ օրվա ընթացքում լիալուսնի ուժը պահպանվելու է, սիրելի բարեկամներ, ճիշտ է նա տեղի ունենում գիշերը, բայց այնուամենայնիվ ամբողջ օրվա ընթացքում լիալուսնը պահպանելու է իր ուժը եւ կարող եք նաեւ կատարել լիալուսնի բոլոր արարողակարգերը եւ մահախոսությունները, որի մասին կտեղեկանաք բաժանորդագրվելով Աստրոմագիա եւ տալիսմաններ իմ երկրորդ YouTube-յան ալիքին, շատ հետաքրքիր ալիք է, եթե մինչ այժմ չեք բաժանորդագրվել, անպայման կամ չեք դիտել, անպայման անցեք, բաժանորդագրվեք եւ կատարեք արարողակարգերը։ Եվ 13:55 րոպեին լուսինը կսկսի դիմակայել նաեւ սիրո եւ գեղեցկության մորակ Վեներային, որը 19 աստիճան ջրհոսում է գտնվում եւ 19 աստիճան առույցում գտնվելու է լուսինը հերթականությամբ բոլոր այդ մորակների հետ, իհարկե մտնելու է դիմակայության մեջ եւ 17:55 րոպեին լուսինը կսկսի դիմակայել նաեւ կապի եւ հեռահաղորդակցության մորակ Մերկուրիի հետ, որը 22 աստիճան ջրհոսում է գտնվում։ Այսինքն բավականին լարված է ամբողջ օրը փետրվարի 2-ին, այնպես որ զգուշացեք, ինչ-որ շատ կարևոր հեռանկարային ծրագրեր մի սկսեք, պայմանավորվածությունները նույնպես կարող է չհասնեն իրենց նպատակակետին։ Բարեխառն օր է փետրվարի 3-ը, հատկապես լարված կլինի փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը, որովհետև 2:54 րոպեին արդեն լուսինը լարված քառակուսի կառաջացնի Ուրան մորակի հետ, որը գտնվում է 27 աստիճան ցուրտ կենթանակերպում եւ 27 աստիճան առույցում գտնվելու է լուսինը։ Իհարկե գիշերը հնարավոր է շատ զգուշ լինել նախ ճանապարհներին, հնարավոր է ճանապարհին ինչ-որ խոչընդոտներ, կապի խափանումներ, հոսանքի խափանումներ եւ այլն, ամեն դեպքում մղձավանջային գիշեր է լինելու փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը, իսկ առավոտը վաղ առավոտյան 7:21 րոպեին Երևանի ժամանակով փետրվարի 3-ին լուսինը մոտ կգործի կույս կենթանակերպ։ Իհարկե բարենպաստ զարգացումները արդեն կսկսեն, հատկապես բարենպաստ է փետրվարի 4-ը, որովհետև 13:37 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի մեծր չանկության մորակ Յուպիտերի հետ, որը գտնվում է 16 աստիճան խեցգետնում եւ լուսինը կգտնվի 16 աստիճան կույս կենթանակերպում։ Այս սա բարենպաստ օր է միջանձնային շփումների համար, նոր ծանոթությունների համար, գործնական ծրագրերի համար, չնայած որ լուսինը մարող է, լավ կլինի իհարկե ավարտին հասցնեք արդեն իսկ սկսված գործերը։ Շատ բարդ եւ հակասական օր է մեզ մոտ փետրվարի 5-ը, վաղ առավոտյան փետրվարի 5-ին Երևանի ժամանակով 8:48 րոպեին նախ լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Ուրանի հետ,
27 աստիճան ցուրտ կենթանակերպում Ուրանն է եւ 27 աստիճան կույս կենթանակերպում Լուսինն է, բայց արդեն լարվածությունը կսկսի կեսօրին փետրվարի 5-ին 11:50 րոպեին Լուսինը կսկսի դիմակայել չարաբաստիկ Սատուրն մորակի հետ, որը գտնվում է, գիտեք, արդեն հենց վերջին աստիճանում ձկների 29-րդ աստիճանում, այդ սատկած ձկան աստիճանում, հենց բախտորոշ այդ փոփոխությունների շրջանը արդեն սկսվել է համաշխարհային մակարդակով նախ Նեպտունն էր այդ ձկներ կենթանակերպի 29-րդ աստիճանում, իհարկե հունվարի վերջին արդեն լքեց, բայց հիմա Սատուրնն է եւ իրադարձությունները ոնց որ կարող են կրկնվել։ Իհարկե էմոցիոնալ սառնություն, միջազգային հարաբերությունների խնդիրներ տեղի կունենան փետրվարի 5-ին ցերեկը 13:32 րոպեին Լուսինը մուտք կգործի փետրվարի 5-ին Լուսինը մուտք կգործի կշեռ կենթանակերպ եւ արդեն 14:02 րոպեին Լուսինը կսկսի դիմակայել Նեպտուն մորակին, որը 0 աստիճան խույ կենթանակերպում է գտնվում։ Սիրելի բարեկամներ, գիտեք, որ բավականին լարված են միշտ անցնում Լուսնի եւ Նեպտունի դիմակայությունները, հնարավոր են ինչ որ խարդախություններ, խարդավանքներ, չգիտեմ, մեջքի հետևից հարվածներ, կեղծ տեղեկատվության տարածում, նույնպես հավանական է, որ սովորաբար որտեղ Նեպտունը նաև կեղծիքի եւ մոլորության մոլորակ է, ամեն դեպքում պետք է զգուշ լինել փետրվարի 5-ին չտրվել ինչ որ գայթակղությանը, չստուգված տեղեկատվություն չընդունել եւ չխափնվել այդ իսկ պատճառով 20:44 րոպեին փետրվարի 5-ին Լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի նաև Պլուտոն մորակի հետ, որը գտնվում է 3 աստիճան ջրհոսում։ Բարձրագույն մորակների հետ Լուսնի փոխհարաբերությունները նշանակում են, որ փետրվարի 5-ը կլինի այն չգիտեմ, ժամկետը, այն կիզակետը, երբ համաշխարհային կառավարությունը կհայտնի իր որոշումների մասին մի շարք կարևոր հարցերի շուրջ, կամ արդեն կկայացվեն այդ որոշումները, կամ հայտարարվեն այդ որոշումների մասին կհայտարարվի։ Բարեխառն օր է մեզ մոտ նաև փետրվարի 6-ը, վաղ առավոտյան ժամը 10-ին, փետրվարի 6-ին, Երևանի ժամանակով ժամը 10-ին Լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի նախ Մարս մորակի 10 աստիճան ջրհոսում գտնում է Մարս եւ 10 աստիճան կշեռ կենթանակերպում գտնվում է Լուսինը։ Եվ այդ ժամանակ իհարկե փետրվարի 6-ին առավոտյան ցանկալի է ֆիզիկական ակտիվություն դրսևորել, զբաղվել սպորտով, լողով կամ պարզապես քայլել, որպես այդ Մարսի ակտիվ, ինտենսիվ էներգիաները ջրհոսում այսպես կարողանան իրենց դրսևորումը ստանալ, այլապես նրանք կվերածվեն հիվանդությունների։ Փետրվարի 6-ին Երևանի ժամանակով 21:21 րոպեին Լուսինը լարված քառակուսի կառաջացնի Յուպիտեր մոլորակի հետ, որը գտնվում է 16 աստիճան Խեցգետնում։ Լուսնի եւ Յուպիտերի լարված փոխհարաբերությունները նշանակում են, որ ցանկալի չէ մեծ գումարներ ծախսել փետրվարի 6-ին երեկոյան, որովհետեւ դուք ավելի շատ կծախսեք, քան պլանավորել եք, կամ ինչ-որ խոշոր ձեռնարկումներ սկսել ֆինանսական չարժե։ 23:48 րոպեին փետրվարի 6-ին ուշ երեկոյան Լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Արեգակի հետ, սա երկրորդ էկադաշի օր է, որը բարենպաստ է միջանձնային հարաբերությունները կարգավորելու համար, կանանց եւ տղամարդկանց միջև հարաբերություններ բարելավելու համար եւ բոլոր դրական գործերի համար 18 աստիճան ջրհոսում գտնվում է Արեգակ եւ 18 աստիճան կշեռքում գտնվելու է Լուսինը։ Իհարկե մյուս օրերը նույնպես բարենպաստ է նաեւ փետրվարի 7-ը մեզ մոտ արդեն փետրվարի 7-ի 6-ի լույս 7-ի գիշերը կապև հեռահաղորդակցության մորակ Մերկուրին մուտք կգործի ձկներ 2:47 րոպեին Երևանի ժամանակով մուտք կգործի ձկներ, որտեղ հենց փետրվարի 26-ին ձկների 22-րդ աստիճանում Մերկուրին դառնալու է հետընթաց եւ հետընթաց կմնա մինչեւ մարտի 20-ը։ Իհարկե առանձին այդ ամենի մասին մենք կխոսենք, բայց ամեն դեպքում արդեն փետրվարի կեսերից ցանկալի չէ ինչ-որ նոր նախաձեռնություններ, բժշկական կարևոր միջամտություններ, նոր ծանոթություններ, նոր բիզնես եւ այլ եւ այդ ամենը հեռանկարային չի լինելու ինչ-որ բարդ տեխնիկայի ձեռքբերում նույնպես անբարենպաստ է։
Եվ 15:59 րոպեին փետրվարի 7-ին շատ բարենպաստ շրջան է մեզ մոտ, օրվա ընթացքում բավական բարենպաստ է փետրվարի 7-ը, որովհետև լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի նաև սիրո եւ գեղեցկության օրակ Վեներայի հետ 20 աստիճան 20 աստիճան ջրհոսում գտնվում է Վեներան եւ 20 աստիճան կշերքում գտնվելու է Լուսինը 26 կներեք 26 աստիճան ջրհոսում գտնվում է Վեներան եւ 26 աստիճան կշերքում գտնվում է Լուսինը, իսկ 23:12 րոպեին փետրվարի 7-ին Երևանի ժամանակով 23:12 րոպեին Լուսինը կլքի կշերքը եւ մուտք կգործի կարիճ կենթանակերպ։ Այստեղ իհարկե բարդ օր է, փետրվարի 8-ը նույնպես բարդ օր է, փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը 2:39 րոպեին Երևանի ժամանակով Լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի նախ Մերկուրի հետ, որը արդեն ձկներում է, 1 աստիճան ձկներում Մերկուրին է, 1 աստիճան կարիճում Լուսինը, իսկ 6:58 րոպեին լարված քառակուսի կառաջացնի Լուսինը նաև Պլուտոն մոլորակի հետ, որը ռազմի մոլորակ է, ինչ-որ ավերի մոլորակ է եւ 3 աստիճան ջրհոսում է հիմա գտնվում։ Լուսինի եւ Պլուտոնի ցանկացած վատ հարաբերակցություն բերում է ավեր, բերում է վախի մթնոլորտ, հենց ժողովրդի շրջանում, բաժորդի շրջանում, տարածում է վախի մթնոլորտը, ռազմական ագրեսիայի վտանգ է ստեղծում եւ այլն։ Խոսքով ամսի 8-ը նույնպես բավականին բարդ եւ լարված օր է։ Բարեխառն է այսպիսով գալիք շաբաթը։ Սիրելիներս, իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենթանակերպերին։ Փետրվարի 2-ից 8 ենք այդ ժամանակահատվածում։ Եվ այսպես, պատրաստ եք սիրելի խոյեր։ Սիրելի խոյեր, բարեխառն է լինելու ձեզ համար գալիք շաբաթը, փետրվարի 2-ից 3-ը շատ բարենպաստ օրեր են, լավը երեխաների հարցերը կարգավորելու համար, երեխաներով զբաղվելու համար, բարենպաստ է նաև բիզնեսի համար։ Փետրվարի 3-ից 5-ը բարենպաստ է ընթացիկ գործնական հարցերը կարգավորելու եւ առողջության հետ կապված հարցերը լուծելու համար։ Իսկ փետրվարի 5-ից 7-ը սիրելի խոյեր զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որտեղ հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Սիրելի ցուլիկներ, ձեզ համար նույնպես բարեխառն է գալիք շաբաթը։ Փետրվարի 2-ից 3-ը զբաղվելու եք տան, ընտանիքի, ծնողների, փաստաթղթերին, հնարավոր է տան հետ կապված փաստաթղթեր ձևակերպեք եւ տան առքուվաճառ։ Այդ ամենով բարենպաստ է զբաղվել փետրվարի 2-ից 3-ը։ Փետրվարի 3-ից 5-ը շատ բարենպաստ է երեխաներով զբաղվելու համար, կուրախացնե ձեզ ձեր բալիկները, շատ լավ է հանգստի, հաճույքների համար եւ բիզնեսի համար։ Փետրվարի 5-ից 7-ը ընթացիկ աշխատանքային եւ առողջական հարցերով եք զբաղվելու սիրելի ցուլիկներ։ Բարեխառն է նաեւ երկվորյակների համար եւ ավելի բարենպաստ է։ Փետրվարի 2-ից 3-ը կարճ ճանապարհ է գնալու սիրելի երկվորյակներ, որի ընթացքում հետաքրքիր հանդիպում կլինի կամ կարևոր տեղեկատվություն կստանաք։ Փետրվարի 3-ից 5-ը զբաղվելու եք տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցեր, նաեւ հնարավոր է առքուվաճառք։ Տան առքուվաճառք փետրվարի 5-ից 7-ը շատ բարենպաստ է ձեր երեխաների համար, հաճույքների համար եւ բիզնեսի համար։ Սիրելի խեց գետինիկներ, շաբաթ ընդհանուր առմամբ բարենպաստ է ձեզ համար, փետրվարի 2-ից 3-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու։ Փետրվարի 3-ից 5-ը կարճ ճանապարհ եք գնալու եւ կարեւոր եւ լավ լուրեր եք ստանալու ձեր քույրերից եւ եղբայրներից, հնարավոր է նաեւ հեռանկարային ծանոթություն։ Փետրվարի 5-ից 7-ը տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցեր եք լուծելու, նաեւ անշարժ գույքի հետ կապված հարցեր։ Սիրելի առուցակներ, ձեզ համար առուցակներ շատ բարենպաստ է գալիք շաբաթը, փետրվարի 2-ից 3-ը զբաղվեք ձեր արտաքին հմանքով, տեսքով եւ գեղեցկությամբ, լուծեք գործնական եւ անձնական բնույթի հարցեր, հաջողությունը ձեր կողմն է։ Փետրվարի 3-ից 5-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու, իսկ փետրվարի 5-ից 7-ը կարճ ճանապարհ եք գնալու, լավ լուրեր եք ստանալու եւ հնարավոր է նաեւ հեռանկարային ծանոթություն։ Կույսիկների համար նույնպես
նույնպես բարեխառն է լինելու գալիք շաբաթը, փետրվարի 2-ից 3-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, սիրելի կույսիկներ, զգուշ եղեք։ Փետրվարի 3-ից 5-ը զբաղվեք ձեր արտաքին տեսքով, հմայքով եւ գեղեցկությամբ, հաջողությունը ձեր կողմն է, սիրելի կույսեր, եւ փետրվարի 5-ից 7-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու։ Սիրելի կշերքներ, բարեխառն է նաեւ ձեզ համար գալիք շաբաթը, փետրվարի 2-ից 3-ը կուրախացնեն ձեզ ձեր չափած երեխաները, կիրագործի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, հնարավոր է նվեր ստանաք եւ հնարավոր է նաեւ հեռանկարային ծանոթություն ընկերական միջավայրում։ Փետրվարի 3-ից 5-ը ակտիվանան ձեր գաղտնի թշնամիները, սիրելի կշերքներ, զգուշ եղեք եւ փետրվարի 5-ից 7-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով, տեսքով եւ գեղեցկությամբ, լուծեք գործնական եւ անձնական բնույթի խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է, սիրելի կշերքներ։ Կարիճակների համար եւս բարեխառն է գալիք շաբաթը, սիրելի կարիճներ, փետրվարի 2-ից 3-ը կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար, պետական դռան հետ կապված, թե այլ ինչ-որ խնդիրներ, փաստաթղթերի հետ կապված, աշխատանքի հետ կապված։ Փետրվարի 3-ից 5-ը հանդիպում ընկերների հետ, կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, կուրախացնեն ձեզ ձեր չափած երեխաներ եւ հնարավոր է նաեւ հեռանկարային ծանոթություն։ Փետրվարի 5-ից 7-ը կակտիվանան, սիրելի կարիճակներ, ձեր գաղտնի թշնամիները, զգուշ եղեք։ Սիրելի աղեղնավորներ, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը, փետրվարի 2-ից 3-ը հնարավոր է ինչ-որ ճամփորդություն կամ նվեր արտասահմանից կամ շատ հետաքրքիր ինչ-որ ծանոթություն արտասահմանցու հետ։ Փետրվարի 3-ից 5-ը գործնական խնդիր է ձեզ համար լուծվելու, սիրելի աղեղնավորներ, լինի աշխատանքի հետ, սոցիալական կարգավիճակի հետ կապված կամ ինչ-որ պաշտոնի հետ կապված, մի խոսքով շատ կարևոր հարց, գործնական հարց կլուծվի ձեզ համար, սիրելի աղեղնավորներ, փետրվարի 5-ից 7-ը ընկերական միջավայրում հնարավոր է հեռանկարային ծանոթություն, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները։ Սիրելի այդ եղջյուրներ, բարեխառն է լինելու ձեզ համար գալիք շաբաթը, փետրվարի 2-ից 3-ը էքստրեմալ իրավիճակներից զգուշացեք, խնդիրներ կարող է ունենաք ճանապարհներին եւ առողջության հետ կապված մեծ վարկեր կամ պարտքեր մի վերցրեք, սիրելի այդ եղջյուրներ, փետրվարի 3-ից 5-ը նվեր արտասահմանից կամ ճամփորդություն, իսկ փետրվարի 5-ից 7-ը կարևոր գործնական սոցիալական կարգավիճակի հետ կապված հարց կլուծվի ձեզ համար։ Սիրելի ջրհոսներ, բարեխառն է նաև ձեզ համար գալիք շաբաթը, փետրվարի 2-ից 3-ը զգուշացեք ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ բախումներից, որտեղ հետագայում դժվար կլինի դրա վերականգնել այդ հարաբերությունները։ 3-ից 5-ը էքստրեմալ իրավիճակներ են ձեզ սպասում, սիրելի կշերքներ, հատկապես զգուշ եղեք ճանապարհներին եւ առողջության հետ կապված մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք։ Սեպտեմբերի 5-ից 7-ը լավ լուր կամ նվեր արտասահմանից կամ ճամփորդություն։ Սիրելի ձկնիկներ, ձեզ համար եւս բարեխառն է, մի փոքր բարդ կլինի լավ ձկնիկների համար գալիք շաբաթը, փետրվարի 2-ից 3-ը ընթացիկ աշխատանքային եւ առողջության հետ կապված հարցեր եք լուծելու, փետրվարի 3-ից 5-ը զգուշացեք, սիրելի ձկներ, ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ բախումներից, իսկ փետրվարի 5-ից 7-ը էքստրեմալ իրավիճակներից զգուշացեք, հատկապես ճանապարհներին, ֆինանսական ոլորտում մեծ պարտքեր, վարկեր մի վերցրեք եւ զգուշացեք առողջական խնդիրներից, դա կարող է լինել ոչ միայն ձեր մոտ, այլ նաև ձեր միջավայրում, այդպես որ զգուշ եղեք։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում, փետրվարի 2-ից 8-ը ընկած ժամանակահատվածում, անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ նաեւ հետեւեք ինձ Facebook-ում, YouTube-ում, նաեւ երկրորդ ալիքիս հետեւեք Աստրոմագ եւ Թալիսմաններ, այնտեղ նոր վիդեոներ են շատ շուտով լույս տեսնելու, նաև Telegram-ում, Instagram-ում եւ TikTok-ում։ Լավ եղեք, կհանդիպենք, ցտեսություն։